ընտրություններին տեղական ինքնակառավարման մարմինների, որ ասում եմ մենք պետք է գոնե 20-25 տարի զերծ մնանք, որպեսզի մենք կարողանանք մեր հասարակության մեջ, սիրելի հայրենակիցներ, բարձրացնենք մեր մանկավարժների, մեր մշակույթի տների, մեր հիվանդանոցների, պոլիկլինիկաների, բուժաշխատողների հեղինակությունը, արժանապատվությունը եւ պատիվը։ Արդեն 3 տասնամյակ ամեն անգամ այս մարդկանց հանում են փողոց, որ նայեք 28 հոգանոց կոլեկտիվ ունես, 28 հոգին իրենց ընտանիքներով այսքան տեսեք, հա հաշվելու ենք եւ այլն։ Ասենք սա խայտարակություն է, հասկանում եք, այսօր նույն վերցնենք Գյումրու օրինակը, հիմա բազմաթիվ մարդիկ են առաջադրվել, տեխնացուներն, քաղաքական ուժերն առաջադրվել Գյումրու ավականի ընտրություններ։ Այնտեղ հարցնում են երկիրը վաճառած, պայմանավորված տարած մեր երեխեքին կոտորած այդ ղեկավարների համար եկել են մեր ուսուցիչները, մեր մշակույթի տան գործիչները, մեր բուժաշխատողները եւ իրենց համար քարոզարշավ են անում։ Հիմա հարց, այդ դպրոցում սովորող երեխան կուզի այդ ուսուցիչի առարկան սովորի կամ կհարգի։ Չէ, իսկ եթե ուսուցիչը, որի կարգավիճակը դա երկրի նախագահի պետք է հավասարազոր լինի, թե հեղինակությունը, չէ՞ որ մենք այդ անցել ենք այդ ամեն ինչով, ինչքան ենք սիրել, մեր ծնողի պես ենք սիրել, ինչքան ենք հարգել, ինչքան ենք իրենց հետ ուրախացել եւ իրենց տխրությունը մերն ենք համարել, կիսվել ենք։ Իսկ այսօր ոնց կարող երեխան հարգի։ Չի հարգում, այդ ուսանող, այդ աշակերտը չի հարգում եւ այդ ամեն ինչը անդրադառնում է հենց այդ նույն երեխայի հետ, նույն սերունդների գիտելիքների վաղվա օրվա եւ նրանց վերաբերմունքի հենց այդ նույն ուսուցիչը, որին ասում են երկրորդ մայր, երկրորդ հայր, որը կրթում է այդ երեխաներին, որը դասիրակում է այդ երեխաներին, որի ծնողները այո համաձայն են, որ իրենց երեխան գնա, սովորի եւ ստանա դասիրակություն, կրթություն, արդեն դա ավտոմատ կերպով այդ երեխան արդեն ինքը հեռացվում է եւ ոչ միայն չի սովորի, ոչ միայն այդ դասիրակությունը չվերցնի, այլ հակառակը չի հարգի եւ թշնամական վերաբերմունք կարող է նաեւ ունենալ, այսքանը։